Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» սերիալում Մագդան պատահաբար նկատում է, որ Նորոյի հեռախոսին զանգ է գալիս։ Էկրանին երևում է զանգողի անունը՝ Էլիզ։ Այդ պահը սառեցնում է նրա ժպիտը։ Մագդան, չկարողանալով չարձագանքել, շտապ հարցնում է Նորոյին, ինչ Էլիզի մասին է խոսքը։ Նորոն առանց շփոթվելու ասում է՝ սա ուրիշ Էլիզ է։ Մի պարզ համընկնում, ոչ մի կապ։ Այդ պատասխանը մի պահ հանգստացնում է Մագդային։ Նա հավատում է, կամ գոնե ձևացնում է, որ հավատում է, բայց ինչ-որ բան անկասկած մնում է նրա սրտում։ Չանցած շատ ժամանակ Մագդան նորից խոսում է Արշակի հետ, այս անգամ Նորոյի մասին։ Նա անկեղծորեն պատմում է, որ արդեն մի որոշ ժամանակ է հանդիպում է Նորոյի հետ։ Ասում է, որ Նորոն իրեն լավ մարդ է թվում, ազնիվ եւ արժանահավատ։ Ավելացնում է, որ ցանկանում է, որպեսզի Արշակն էլ ծանոթանա նրա հետ։ Արշակը տեսնելով քրոջ աչքերում այդ լույսը ուրախանում է։ Նրա համար դա պարզապես ծանոթություն չէ, դա նշան է, որ քույրը երջանիկ է։ Նա մեծ սիրով համաձայնում է, հույսով, որ Մագդան ճիշտ ընտրություն է արել։ Մինչ այդ Նորոն վերադառնում է տուն։ Տանը նրան դիմավորում է տատիկը, անհանգիստ դեմքով։ Նա ասում է, որ Ալինան կրկին վատ է զգացել գիշերը։ Նրա վիճակը լուրջ է եղել, նա այնպես, որ ինքը վախեցել է, ու հիմա շտապ պետք է նրան հիվանդանոց տանել։ Նորոն միանգամից զայրանում է։ Նա զարմացած է, ինչու իրեն այսքան ժամանակ ոչինչ չեն ասել։ Մտքում անընդհատ պտտվում է միայն մեկ հարց. ինչ է պատահել։ Նույն ժամանակ հեռու չէ, որ Արշակն էլ ձեռնամուխ լինի իր դստեր Արևիկի հետ բժշկի այցելությանը։ Արևիկի ստամոքսի ցավերը կրկնվում են։ Նույն ախտանիշները, նույն ցավը։ Եվ արդյոք սա պատահականություն է։ Ալինան ու Արևիկը, տարբեր ընտանիքներից, բայց կարծես միևնույն խնդիրով։ Եվ եթե նրանք հիվանդանոցում հանդիպեն, այդ հանդիպումը կարող է դառնալ ճակատագրական։ Այդպիսի մի պահ, որից հետ հնարավոր չէ վերադարձ։ Նորոն տեսնելով Արևիկին Արշակի հետ, միանգամից կհասկանա ամեն ինչ, թե ով է իրականում Արևիկը, եւ թե ինչու է Էլիզը աշխատում այդ տանը։ Այդ ընթացքում մի այլ հուզիչ ու խորհրդավոր զարգացում է տեղի ունենում։ Հասմիկը ստանում է անհայտ համարից հաղորդագրություն։ Հաղորդագրությունը հստակ է։ Նրան հրավիրում են հանդիպման երեկոյան ժամը 7-ին։ Հասմիկը զարմանում է։ Ու դա զուտ հետաքրքրություն չէ։ Նամակի տոնը, բառերի ձևակերպումը մի բան շատ տարօրինակ է։ Առանց հապաղելու նա զանգում է Էլիզին, փորձելով պարզել, թե արդյոք նա տեղյակ է։ Էլիզն էլ պատասխանում է, որ ինքն էլ է նման հաղորդագրություն ստացել եւ դեռ չի հասկանում ում կողմից է այն։ Բայց այստեղ սկսվում է ամենահետաքրքիր մասը։ Նույն բովանդակությամբ հաղորդագրություն է ստանում նաեւ Նորոն։ Նա եւս զարվածած է, ու հիմա արդեն 3 մարդ, 3 կարևոր կերպար ստանում են միևնույն խորհրդավոր հրավերը։ Ոչ անուն, ոչ բացատրություն, միայն ժամ ու հանդիպման վայր։ Եվ հիմա հարցը իսկապես ծանրակշիռ է։ Ով է ուղարկել այդ հաղորդագրությունները։ Առաջին տարբերակը, որ միանգամից գալիս է, Մագդան է։ Նա բավականին հեռատես է։ Կարող է փորձել բացահայտել ճշմարտությունը խաղալով խելացի քայլերով, բայց մի բան խանգարում է այս տարբերակին։ Եթե Մագդան է նախաձեռնողը, ապա ինչու պետք է հանդիպման կանչեր նաև Հասմիկին։ Հասմիկի հետ նա ոչ մի ուղղակի առնչություն չունի։ Եթե ուզում էր ճշմարտությունը իմանալ, բավական էր կանչել միայն Նորոյին ու Էլիզին։ Այս դեպքում մնում են այլ տարբերակներ։ Միգուցե որևէ նոր կերպար է, որ մինչ այս կանգնած է եղել պատմության եզրին, բայց հիմա որոշել է միջամտել։ Արդյոք սա մի փորձ է ճշմարտության պահը բերելու, թե սա ուղղակի խաղի նոր փուլ է։ Հարգելի հետևորդներ, ով է կանգնած այս ամենի հետևում։ Գրեք մեկնաբանություն